40-րդը հանձնաժողովում և 3-րդը տարածաշրջանում։ Հայաստանը ապրիլի 9-ից Դաբաղի վերահսկումների մասին Եվրոպական հանձնաժողովի անդամ է։ Երկար տարիներ համագործակցում ենք տվյալ հանձնաժողովի հետ դիտորդի կարգավիճակում։ Սա մեզ համար նորություն չի եւ բոլորը սպասում էին այս անդամակցությանը թե հանձնաժողովում, թեև մենք այստեղ։ Դիտորդից անդամ, իսկ ինչ կտա կարգավիճակի փոփոխությունը Հայաստանին։ Թե նյութատեխնիկական եւ թե խորհրդատվական բնույթի աջակցություն ենք ստացել բազմիցս եւ անդամակցելուց հետո ակնկալում ենք տվյալ աջակցության ծավալների ընդլայնում, ինչպես նաեւ այսուհետ Հայաստանի Հանրապետությունը ակտիվ ներգրաված կլինի հանձնաժողովի գործունեության աշխատանքներին։ Տարեկան իրականացվող հիմնական ենթատեսակների պատվաստումները դարձյալ Հայաստանն է գնելու։ Սակայն եթե հայտնվում են նոր, ավելի վտանգավոր ենթատեսակներ, ապա տվյալ հանձնաժողովը աջակցում է իր անդամներին տրամադրելով նորագույն ախտորոշիչները եւ գուցե անհրաժեշտության դեպքում եւ հնարավորության դեպքում փոքր ծավալներ առաջնագիծը փակելու սպառնալիքներին այդ առաջին արձագանքը տալու համար։ Դաբաղը կենդանիների սուր վարակիչ հիվանդություն է։ Այն տարածվում է բացառիկ արագությամբ, փոխանցվում է նաև կենդանուց մարդուն։ Ահա այս վարակի դեմ պայքարի համար էլ դեռ 1954 թվականին ստեղծվել է Դաբաղի վերահսկումների մասին Եվրոպական հանձնաժողովը։ Այն ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության ամենահին հանձնաժողովներից է։ Այս հիվանդությունը Հայաստանում վերջին անգամ գրանցվել է 9 տարի առաջ, 2016-ին։ Հայտնաբերվել է հիվանդությունը, որոշվել է հիվանդության տիպը, որից հետո հայտարարվել է կարանտին։ Կարանտին միջոցառման ժամանակ կիրառում են սահմանափակումներ։ Դաբաղի հաստատված դեպքերն ու կարանտինը լուրջ հետևանքներ են առաջացնում ոչ միայն տվյալ բնակավայրի, այլև ողջ երկրի տնտեսության համար։ Նույն 2016 թվականի արձանագրման արդյունքում մեր միս մսամթերքը արգելվեց արտահանումը միս մսամթերքի։ Եվ ընդհանրապես վերջերս աստիճանաբար սկսվեց բացվել տվյալ սահմանափակումներ։ Ոլորտը համակարգող նախարարությունից շեշտում են, չնայած ֆերմերներն ու անասնատերերը այդ անդամակցությունից հետո անմիջապես փոփոխություն չեն զգա, սակայն հիվանդության նոր տեսակներին ու նոր սպառնալիքներին պետությունն ավելի արագ ու արդյունավետ կարձագանքի։ Չնայած 9 տարի է այն շրջանցում է Հայաստանը, բայց օրինակ մեր տարածաշրջանի երկրներից Թուրքիայում 2023-ին Դաբաղի նոր ենթատեսակի դեպքեր են արձանագրվել։ Էմմա Վարդանյան, Դավիթ Մաչկալյան, լուրերի համար։